ոսկի են հավաքել եւ մեկ ոսկով քրդերից եւ արաբներից եւ չերկեսներից գնել են երեխաներին։ Դիակները ծնողներին չի վերադարձվել, այլ ընդհանուր գերեզմաններում թաղվել են։ Իրականությունը այն է, որ կարող է ոչ մեկ չի մահացել։ Իրենց մոտ ազգ-բանակ հայեցակարգն է ինտեգրված, մեր մոտ չէ։ Մեր մոտ թղթի վրա այս քանի տարի այտենց բզբզում են։ Իրանք մեր ազգից են։ Էդի դու հնդիկին պետք է մտածես ինտեգրես, ոչ թե Արցախցուն, մեկին Շամշադին ուղարկելով, մեկին Արտաշատ, մեկին Երևան, մեկին էլ ասենք Կապան։ Մենք էլ հрьяաների պես ամբողջ աշխարհով սփռված ենք, բայց ի տարբերություն հрьяաների, որտեղ թեժ եղել չեն կարողացել մեր հայրենակիցներին բերենք, գրագետ կառույց վարի տվեցինք, ինչ որ քաղաքական, ասենք, բաներին 2009 թվականին։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարի օր։ Այսօր Հայր եւ որդի Վարդանովներ ոդկասթի հերթական թողարկումն է ու խոսելու ենք բոլորի կողմից շատ սիրված, երևի շակերտներով սիրված։ Իսկ իրականում նախանց առաջացնող, իրականում նախանց առաջացնող մի պետության հարաբերությունների մասին իր քաղաքացիների հետ խոսքը Իսրայելի մասին է, որը ու խոսելու ենք իր հարաբերությունների մասին, թե ոնց է վերաբերվում իր իսկ քաղաքացիներին ու ոչ միայն իր քաղաքացիներին, իր ազգակիցներին ոնց է վերաբերվում այդ պետությունը։ Մի քանի օպերացիաներ կներկայացնենք, մի քանի դեպքեր կներկայացնենք, թե ոնց է մի զինվորի դիմաց հազարներով տերորիստ բաց թողնում։ Մի խոսքով այսօր էլի Իսրայելի մասին ենք խոսելու, որը, ինչպես հայրս նշեց, նախանձ է առաջացնում ու ես էլ կցանկանայի, որ մեր պետությունը այտենց գնահատեր իր համար իր քաղաքացին, իր հայրենակիցը այդպիսի արժեք ունենար, ոնց որ ցույց է տալիս Իսրայելը իր քաղաքացիներին ու հայրենակիցներին։ Ընդհանրապես հрьяաների նկատմամբ բաները, ֆոբիաները ուրեմն առաջացել են իհարկե շատ վաղուց, մոտ 1000 տարի առաջ, խաչակրաց արշավանքների ժամանակ շատ մարդ, ասենք, այդ Հռոմի Պապ Ուրբանի կոչով, որ Հելան ոտի, շատ մարդիկ չգնացին խաչակրաց արշավանքի եւ նայեցին կողքները անհավատ բանա ուրիշ հավատքի կրող ովքեր կան եւ իհարկե կային նաեւ մուսուլմաններ, բայց կային հрьяաներ, որոնք այն ժամանակ արդեն նախանձ էին առաջացնում եւ առաջի ջարդերը այդ ժամանակ Արևմտյան Եվրոպայում տեղի ունեցան 11-րդ դարում 1090 թվականների սկզբին հիմնականում նախանձ առաջացնում եւ դրանից սկսում են տարբեր բոբոներ պատմել, արդարացնում են մարդասպանությունը, այլ ոնց որ թուրքերը հայերի մարդասպանությունը արդարացնելու համար ցեղասպանությունը կամ ցեղասպանական հայացածության վրա հիմնված, ասենք, բաները, գործողությունները արդարացնում էին ինչով, ես լուրջ մարդկանց գրառումներ եմ կարդացել, թուրքերի մեջ էլ զարմանալի է, բայց լուրջ մարդիկ կան, որ հայերը հեռանալուց ադրբեջանական սովետական հանրապետությունից ընենց էին անում, որ իրանցից հետո քանդվի կանալները, պիտանի չլինեն այդ հողը ջրելու կանալները, տեխնիկական միջոցները եւ այլն, նույն կա զրույցները ժամանակին եղել է Օսման թուրքերի մոտ, որոնք բացատրում էին հայերի կանխամտածված ինչ-որ մի քանի տարի առաջ արած գործողություններով, որոնք որ ցեղասպանվելուց առաջ արել են, որ Թուրքիան վարի գնա։ Իրականում թե հիվանդությունների տարածումը, թե ասենք այնտեղ սովը, որը եղավ, ասենք, առաջի համաշխարհայինից հետո Օսմանյան կայսրությունում կամ Բաքվի հանրապետությունում քանդված տնտեսությունը բացատրվում էր դրանով, որ պրոֆեսիոնալ գործին տեղյակ եւ ունակ պրոֆեսիոնալ մարդկանց արտահոսք է եղել, արտահոսք կամ ոչնչացում է տեղի ունեցել։ Օսմանյան կայսրության դեպքում ոչնչացում, որոշ մարդկանց բախտը բերել է դուրս են հելել, հեռացվել են,
ասենք այն տարածքներում, որտեղ ինքնապաշտպանություն է, Դե նույնը Բաքվի հանրապետությունում։ Բաքվի հանրապետությունում մի քիչ հակառակ։ Դե ավելի շուտ հեռացվում էր հայկական տարը ձեռի հետ, որպեսզի ավելի աշխուժ մենք այնտեղից հեռանանք, նաև մարդկանց էին սպանում։ Օրինակ, ասենք, մի քանի հազար մարդ ապրում էր եւ արտաքսվել է արևմտյան բանից, հյուսիս-արևմտյան հատվածից, Մերձկասպյան ռեգիոնի, ու այնտեղ մեկ մարդ է սպանվել, բուժքույր Էլյան, որին կենթանի ցուցադրական, ասենք, կենթանի այրել են մեքենայի մեջ։ Նմանատիպ բաներ, վայրագություններ եղել է նաև եվրոպացիների մոտ բաների նկատմամբ, հրեաների նկատմամբ։ Իհարկե ոչ միայն հրեաների, ընդ ուրիշ է հարմար է, նախանձ առաջացնում, արդեն հեշտ է ժողովրդին դրդել իրան կոտորելու համար։ Դու ինչ օպերացիաներից ես տեղյակ, որ կազմակերպել է ոչ թե հրեական համայնքը փրկելու իրենց բանը, իդեպ մենք էլ հրեաների համայնքի պես հայկական համայնքը կամ հայկական հասարակությունը եւս ունի մշակված օպերացիաներ, որ իրականացրել է, ես պատժիժ գործողությունների հետ չեմ, դա հրեաներին էլ է բնորոշ, մեր մոտ կարելի է հիշել Նեմեսիսը, իսկ թուրքերի մոտ, հրեաների մոտ ամենավառը Էխմանի գողանալը Արգենտինայից, բարդ օպերացիա էր, որ Էխմանին գողացել էին ու տենց մի քանի 100 հոգի իրանք նացիստ, ասենք, հանցագործներին կարողացել են կամ ոչնչացնեն կամ գողանան բերեն։ Ես բանի հետ եմ, հայկական մի ծրագրի, որի մասին շատ մեր հայրենակիցներ տեղյակ չեն, դա եղել է առաջին համաշխարհայինից հետո մեկ ոսկի մեկ երեխա ծրագիրը, որը արել է հայկական, ասենք, հասարակությունը սովի պայմաններում, ուրեմն հիվանդությունների պայմաններում, որը որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը կիսեց, կեսին, ասենք, ոչնչացավ առաջի Հայաստանի Հանրապետության բնակչությունը հիվանդությունների եւ սովի պատճառով, բայց այդ ծրագիրը իր կարևորությունը հասկանալով մենք մեր հասարակությունը այդ ժամանակ արել է, ոսկի են հավաքել եւ մեկ ոսկով քրդերից եւ արաբներից եւ չերկեսներից գնել են երեխաներին, որոնք իրանց օրինակ Անդրանիկ Զորավարը մի ոսկու դիմաց, այսինքն մի երեխայի դիմաց մի ոսկի տալով, ինքը կատարողներից մեկն էր Անդրանիկի այդ ծրագրի, ինքը հայտնին էր, ամենահարգվածն էր, իրան վստահում էին, ասենք գումար էին տրամադրում, ոչ միայն իրան, իհարկե, բայց ոնց որ Վաղինակ ասեց, ինքը հայտնի ծրագիր իրականացնողներից մեկն էր։ Այ բանը հրեական նման ծրագրեր մի քանիսն են եղել, բայց արի պետության բաներից խոսանք, այդ պետության ինչ ծրագրերից է տեղյակ։ Սկսելը հիշեցնենք մեզ դիտողներին, որպեսզի այս հաղորդումը շարունակական լինի, ռասմոտորները շատանան, այս գաղափարը, մեր խոսակցությունը ավելի շատ մարդ լսի, լայքեր դրեք, դիզլայքեր դրեք, գրանցվեք դետքի էջերին, ոմայի էջերին, եկեք մասնակցեք ոմայի պարապմունքներին, եթե չեք կարողանում ֆիզիկապես մասնակցեք, կարող եք ֆինանսապես մասնակցել կամ եւ աջակցել են մարդկանց, ով վիճակի չի իր մասնակցությունը ֆինանսավորի։ Հեսա 10 օրյա հավաք է, ես ինչքան գիտեմ 14-ից 23։ Հա։ Ես քանի որ շատ հավաքներ եմ անցկացրել, բոլորիդ խորհուրդ եմ տալիս, մասնակցեք ու կապ չունի ինչ տարիքային, նո 16 պլյուս է, 16 պլյուս է։ Կապ չունի դուք 50 տարեկան եք, թե 16, ամեն մեկդ ձեր, այսպես ասած, փայը կգտնեք այնտեղ ու 10 օրը անցնելուց հետո շատ նոր բաներ կհայտնաբերեք ձեր մեջ։ Արտադիր մասնակցեք գոնե մեկ անգամ, հիմնականում մեկ անգամ գալուց հետո մարդիկ ուզում են էլի գան։ Հա, իդեպ 3 անգամ մասնակցելուց հետո ոմայի մատանի եք ստանալու Արցախից, ասենք ոմայի նշանով։ Հա, դա փոքրիկ ակումբն է մատանիների տիրակալի։ Տիրակալը արդեն 14 տարի է այդ բանը մեր մոտ 13 տարի է այդ տրադիցիան պահպանում ենք առեսօր։ Մի քիչ շատ ասած։ Շատ
16 թվականից ենք սկսել։ 16-ից եմ մատնիկը տվել, միջև էլ չենք տվել։ 16-ից չենք տվել, 16-ից սկսել ենք առաջի ուսումնամարզական հավաքները անցկացնել։ Հա որ։ Հա։ 14 թվից հետո բանա դիլիջանս չտարանք։ Այդ երկուսը հաշիվ չէր Խի հաշիվ ձեր չէ։ կուրորտնի հավաքները։ Այս ջահելները միշտ այս sense ավակ սերնդի գործերը բան են անում, թերագնահատում են էլի։ Լավ, հիմա համենայն դեպս դու քո գործերով ես զբաղված, արդեն մի քանի ամիսա վաղոն հեռացել է բանա ոմայի գործերից, ուղակի կողքից, որպես սրտացավ Հայաստանի քաղաքացի, հասկանալով, որ ասենք ինչքան օգտակար է նաև, ասենք, առանց իրեն անձնական մասնակցության ոմայի գործերը, դրա համար ասենք ոմայի գովքա անում։ Համել որ այս տաղավարում եմ դրա։ Հա, համել այդ տաղավարն է, որտեվ դե լավ չխորանանք։ Դե պարզա գովքը ասենց կեղծ համեստություններ չանենք, գովքը ինչքան էլ արվի ոմային քիչ է, ինչքան էլ անենք, որտեվ ոման դա ապագայի մասին ակտիվ կարծիքներ եւ ակտիվ մասնակցության քաղաքացիների կառույց է, ոչ թե գան ոմայի անդամ դառնան, այլ գան պարապեն եւ պատրաստվեն ապագային եւ պատրաստվեն, ասենք, հնարավոր բարդություններին եւ արհավիրքներին։ Հնարավոր էքստրեմալ իրավիճակների դա կլինի։ Լավ, բոլա բան անենք մեզ գովանք։ Ինչ հասարակական, ասենք, բանից դուրս պետական ծրագրերից ես դու տեղը։ Պետական ծրագրերից Իսրայելը 48 թվականին է ստեղծվել, արդեն 49 թվականին լայնամասշտաբ տարհանման օպերացիա է սկսել։ Տարբեր երկրներից դեպի Իսրայել։ Դեպի Իսրայել առաջինը եղել է հենց Եմենի իսրայելական համայնքը հեռացնելը, խոսքը մոտ 50,000 մարդու մասին է։ Ու երբ որ Իսրայել պետությունը ստեղծված, միջև թե նորմալ ապրում էին տարբեր իրենց համայնքներում, հենց պետությունը ստեղծվեց, արաբների աչքի փուշը դարավ ու արաբական երկրներում գտնվող համայնքները սկսեցին ահավոր ճնշումների ենթարկվել։ Գրեթե բոլոր, բացի Մարոկոյից երևի, բոլոր արաբական երկրներում պրծան հրեաները, որպես համայնք մինիմում, էլի։ Բայց ոնց պրծան, օրինակ 1949 թվականին մեկնարկեց Կովեր Սամալյոտ, այտենց բան կա, օպերացիա կա, հա։ Ու ինչ էին անում, Եմենից Սուդան էին տեղափոխում, հատուկ մարդկանց, էլի։ Սուդան տեղափոխվելուց հետո հատուկ Սուդանում պորտ էին բանարը վերցրել։ Նավահանգիստ, հա, չէ, նավահանգիստ չէր, ավելի ճիշտ կուրորտնի տեղ էր։ Նավահանգստի գործողություն անելու համար։ Վեկալել էին Մոսադի ագենտները, վեկալե աշխատացնում էին ու բանից Այդ 49-ը թե մի քիչ ավելի ուշ։ Չէ, դա 49 թվականին է, Լավ։ պետք է որ էդի լինի, հա, չեմ սխալվում հաստատ։ Բան էին անում, Եմենից տանում էին տեղափոխվում էին Անգլիան, այդ ժամանակ բան նավահանգիստ ուներ Եմենում, Ադենը Իրանն է։ Ադեն, հա։ Մարդիկ էլ, բայց հեռու են մոտավոր քանի հազար կիլո։ Չէ, կիլոմետրաժը չեմ ասի, բայց շատ հեռու են, ոտով Եմենի իշխանությունները թողում էին իրենց ունեցվածքը ամբողջությամբ, որպեսզի թողնեին պետությանը, որ դուրս գային, հելնեին Ադեն հասնեին, Ադենից արդեն տեղափոխվում էին Սուդան, Սուդանից էլ դռնում էին բան, չէ, բայց խառնում եմ։ Չէ, դա մյուս օպերացիայի մասին եմ ասում։ Որը եղել է արդեն 70 թե 80 թվերին։ Եթիոպիայի Էֆիոպիայի հրեաներին։ Իսկ իմ ասածը արդեն Ադենից էին իրանք տեղափոխվում։ Ադենից ուղղակի այնտեղ ուրիշ խնդիր կար։ Ադենում էլ սամալյոտներով, հա, նորաստեղծ աղքատ պետությունը 40 50,000 հոգու համար սամալյոտներ ինքնաթիռներ էր վարձել ու 2 տարի մինչև 51 թվականը անդադար թռիչքներ են տեղի ունեցել ու ինչն էր այդտեղ դժվարացնում իրավիճակը, որ արաբական բոլոր երկրները դեմ էին Իսրայելին ու չէին թողնում իրենց տարածքով թռնեն։ Այսինքն երբ որ թռնում էին Եգիպտոսի զինված ՎՎՍ օդուժը, հա, Եգիպտոսի օդուժը կարող էր հարվածել ու խփել, այսինքն այնտեղ պետք է շատ զգույշ թռնեին։ Դե այնտեղ Կարմիր ծովով էին թռնում, հետո
էքստրեմ, այսինքն մաքսիմալ հեռավորության վրա էր գտնվում Ադենից Իսրայել հասնելը։ Այսինքն մի քիչ թեք շեղվեին մարշրուտից կամ Իրանք ծովերի վրա էին թռնում, Կարմիր ծով, հետո այդ Ակաբայի բանը որ կա, նավահանգիստը, որը որ Կարմիր ծովի sense նեղ մի հատ ծովացոցում է գտնվում, այդ տեղով էին անցնում։ Ինքը իհարկե բարդ էր, բայց ոչ մի դեպք չի եղել, ոչ խոցելու, ոչ էլ Էլ չեմ ասում, Եգիպտոսը եսի միջ ավիացիա էլ չուներ, Սաուդյան Արաբիան նոր էր ձևավորվում։ Հաստատ ավելի շատ էր, քան Իսրայելի ունեցածը, Իսրայելը ընդհանրապես չուներ, այդ ինքնաթիռները վարձել են։ Կարծեմ չեն էլ ուղեկցել իրանք Ընդհանրապես չեն ուղեկցել, որ ուղեկցեին խնդիրներ կունենային։ Ինչքան գիտեմ, չեն էլ ունեցել օդուժ, որ ուղեկցեն։ Վարձել են ինքնաթիռներ ամերիկյան X ֆիրմայից, այդ X ֆիրման ու կահավորանքը հեռացրել էին ամբողջ 50,000 հոգի Եմենից։ Հա, ու ամենակարևորը, երբ որ այդ Եմենի հրյաներին բերել էին, ուղղակի տես բաց չեն թողել, ասել են ստե ապրեք։ Սոցիալական ծրագրեր են ունեցել ու այնտեղ հայտնի կիբուցների մեջ են իրանց ներգրավել։ Մշակութային տարբերություններ կար, որը պետք է կարողանային հաղթարեն ու մի քանի տարվա ընթացքում այդ բոլոր մշակութային տարբերությունները, լեզվային հատուկ դպրոցներ էին սկզբից միջև կիբուցներ տեղափոխվել, իրանք պալատաշնի լագերներում են եղել։ Որպեսզի իրանց վրանային ճամբարներում իրենց սովորեցրել են հասարակությանը, որ կարողանան ինտեգրվեն, որտեղ այդ ժամանակ հիմնականը Իսրայելում ապրողների մեծ մասը Եվրոպայից տեղափոխվածներն են։ Այսպես կոչված աշկենազներն էին, իսկ արաբական երկրներից սաֆարների էին բերում հիմնականում։ Ու շատ լուրջ խնդիրներ էր մոտները առաջանում, էլի։ Ու այդ ժամանակ, որ մեծ աղմուկ կա հանել, Եմենից տեղափոխված երեխաների մեծ մասը հյուծված էին ու իրենց վերցնում էին իրենց ծնողների մոտից ու մեծ մասը հետ չի վերադարձել։ Վրանային ճամբարներում, ասենք, իրենց կյանքը ու առողջությունը տենց հեշտ չէր ապահովել։ Հա, ու արդեն այդ համայնքի մեջ խոսակցություններ էր տարածվել, որ եթե երեխաներին տալիս են ուրիշներին, ու մինչև 21 թվական, 2021 թվական հետաքննություններ է տարբեր գնացել ու 21 թվականին որոշել են այդ սերունդներին դրամական փոխհատուցում տան, ովքեր երեխաներ են կորցրել, որտեվ իրականում չի բացառում, չեն կորցրել, այլ պետական ծրագիր է իրականացվել, այդ երեխեքին տրամադրել են մարդկանց։ Դե հա, այդ համայնքը տենց է մտածում, բայց իրականում ոչ բոլորն են ողջ մնացել, էլի շատ մեծ քանակի երեխաներ մահացել են ու դիակները ծնողներին չի վերադարձվել, այլ ընդհանուր գերեզմաններում թաղվել են։ Պետական ոնց որ աչոտը է դա, որ իրականությունը այնա, որ կարող է ոչ մեկ չի մահացել։ Կարող է, բայց պետական պետության պատասխանը է դա, որ մարդիկ մահացել են, երեխաները մահացել են ու ոչ բոլորին են ցույց տվել իրենց ծնողներին ու թաղել են առանց ցույց տալու։ Քանի որ պետությունը շատ այնց նորաստեղծ պետություն էր, հələ այդ բոլոր համակարգերը ձևավորված չէր, մի խոսքով դրա վրա են գցել։ Հա, բայց քանի որ պետությունը դե շատ լուրջ գործողություններ, գործողը ոնց որ ասած անձայղ է, ես կարծում եմ ու համոզված եմ, որ դա պետական ծրագիր է իրականացվել երեխաներին ավելի բարենպաստ ընտանիքներին տրամադրել ու ավելի բարենպաստ պայմաններ իրականում իրանք էլ են համոզված, դրա համար մինչև 2021 թվականը մոտ 70 տարի հələ այդ թեման արծարծվում էր ու վերջնական 21 թվականին է փակվել։ Դե արդեն այդ երեխաների ծնողներն էլ են մահացած եղել, երևի դրա համար էլի փակվել է։ Վաղ այդ մի քիչ առաջ այն որ մի քիչ իրար նման գործողությունները մինչև այդ Եթովպիայի տարհանմանը անցնելը Իրաքի տարհանումն է, որտեղ համայնքը շատ ավելի մեծ է եղել, մոտ 120,000, 130,000 է համայնքը եղել ու էլի երբ որ 50-51 թվականներին է դա տեղի ունեցել։ Ու երբ որ պետությունը ստեղծվեց Իսրայել, Իրաքը զորքեր ուղարկել արաբական երկրների կազմում։ Իրաքը ամենաակտիվ երկիրն էր Իսրայելի դեմ պայքարելուց սահման չունեցող բանի հետ։
Իսրայելի հետ։ Անդադար զորքեր Տանկային ուղարկում։ դիվիզիա ամբողջ իր կազմով, ասենք 67 թվականին, ինչքան հիշում եմ, ամբողջ ու կազմով իմիջայլոց տանկային դիվիզիա։ Իրաքում ապրող հրեաները շատ լուրջ պաշտոնների են, շատ լուրջ Այ ինչ եմ ուզում մասնագիտություններ ասեմ, ունեն։ այ այդտեղ մի քիչ նման է հայերի, ինչով Իսրայել, բանա, ուրեմն Ինտեգրված էին լրիվ, էլի առանձնացրած չէ։ ինտեգրված էին եւ կարեւորագույն գործը ոչ թե բարձր պաշտոնների մասին է խոսքը, Չէ, կարևորագույն մասնագետ բժիշկներ են եղել, ֆինանսիստներ են ջրային եղել։ ինժեներներ, որ պատկերացնում եք իրակ անապատ բանա, երբ որ Շումերից առ այսօր, երբ մի քիչ կանալներին չես խնամում, սով է սկսում այնտեղ, ու այդ ամեն ինչը բանա ատելություն առաջացրել, երբ որ հрьяաներին տեղափոխել են Իրաքից եւ այնտեղ խնդիրներ ա եղել իրանց մոտ ջրամատակարարման, որտեղ գրեթե բոլոր ջրային ինժեներները, ասենք եղել են կամ անգլիացիներ, բանա կամ հрьяաներ։ Անգլիացիները որպես բաներ գաղութատերեր հեռացել են անկախանալուց Իրաքի, հрьяաները հեռացել են, տիրություն անող չկա ընդհանրապես։ Արաբ, որը որ դրանից գլուխ անի, չկար, մի քանի հայ ա եղել ջրային ինժեներներ, կարծեմ 2 թե 3, իրենք ի վիճակի չէին այդ ամբողջ ցանցը Իրաքը պատող բանը ջրային բանա մարդկանց կողմից ստեղծված այդ համակարգը տիրություն անելու, արաբներն էլ ի վիճակի չէին, որտեվ նոր էին սովորում, այդ վիրաբությունը այդ ռեգիոնում միշտ հարգի ա եղել, հիշում ենք, չէ, վիրապ անուն կա մեր մոտ, վիրաբյան ազգանուն կա, դա այդ կարևորության մասին ա խոսքը, կարևորության։ Իզուր չի էլի, որ այդ ռեգիոններում, որ Տիգրիսի եւ Եփրատեսի, ասենք, ափերից մի քիչ հեռու, այն ով որ լճի տեր էր դառնում, տիրում էր շրջակա բոլոր ժողովուրդներին եւ դեռևս բանա մոնղոլական իլդեգիզներից սկսած դա գրանցված, իսկ հնարավոր է դրանից առաջ արաբները կամ սելջուկները, երբ որ իրանական կամ ասենք նմանատիպ տարածքներում, որտեղ լճից էր սնվում իրիգացիոն սիստեմը, այդ ջրող սիստեմը, գալիս ուղակի լճին տեր էին դառնում զավթիչները եւ դրանով սկսում էին իշխել տարածությանը։ Այդ ջրային ինժեներները փաստորեն սնունդ եւ կյանք ապահովող սպասարկող բաները հрьяաները որ հեռացան, պատկերացնում ես ինչ խնդիրներ ունեցան։ Շատ մեծ է ուղեղային մասսա հեռացավ Իրաքից, բայց այդ ուղեղային մասսան միանգամից չի սկսվել օգտագործվել Իսրայելի կողմից, էլի։ Որտեւ ինքը այդքան կարիքը չուներ այդ մասնագիտությունների, որոնք այնտեղ էին։ Իրականում ունեցել է այդ մասնագիտությունների կարիքը, բայց ինտեգրման այդ process-ը երկար է տևել։ Մեկ էլ գումար չուներ, որ իրանց մասնագիտությունների համար ապահովեր աշխատանք։ Այդ շատ ավելի ինքը նորաստեղծեր, գումարները երևի ամբողջովին ծախսում էր պատերազմի, մեկ էլ տարբեր տարհանումների վրա։ Իրաքյան, երբ որ սկսեց պատերազմը Իսրայելի դեմ, Իրաքը դե ասեց իր զորքեր ուղարկեց ու իր մոտ գտնվող հրեական համայնքը մեծ ճնշումների ենթարկվեցին, նույնիսկ արգելվում էր հրեա լինելը։ Հետո արդեն 49 թվականին կամ 50-ը օրենք ընդունեցին, որ հրեաները կարող են քաղաքացիությունից հրաժարվեն, թողելով իրենց ամբողջ ունեցվածքը, հողը, ամեն ինչ թողելով, բայց հույս ունեն, որ բոլորը չեն օգտվի դրանից, բայց ուտես stavken սխալ աշխատեց, որտեղ 90% հրեաները հրաժարվեցին, դիմեցին։ Որտեղ հրեա համայնքը աշխարհով մեկ աչքի ընկնում իր կազմակերպվածությունով։ Հայկական համայնքի մասին դա տեղ կարելի է ասել, ասենք առաջներում, օրինակ Սիրիայում հայկական համայնքը շատ կազմակերպված էր, շատ միջև 2011-12 թվականը շատ հայտնի էր, ասենք, Քեսապ տարածքը, Հալեպահայությունը շատ ուժեղ էր կազմակերպված էր։ Հրեաների մյուս ծրագիրը մի քիչ առաջ որ փորձեցի բան անեմ ու դու բան արեցիր, Իրաքից խոսացիր, բանից Սուդանի տարածքում դայվինգ կենտրոն սարքելու, սանատորիա սարքելու պատրվակով մեծ տարածություն Սուդանից հրեա գաղտնի գործակալները
հիմնականում Նացիֆի գործակալները եւ Մոսադի գործակալները դա երկու տարբեր ծառայություններ են։ Նացիֆը զբաղված է ուրեմն բանով, ոնց որ Սփյուռքի նախարարությունը լինի հետախուզական եւ դիվերսիոն ֆունկցիաներով, իսկ Մոսադը մաքուր հետախուզադիվերսիոն, հետախուզական, ակտիվ հետախուզության կառույց է։ Ուրեմն Սուդանում ինչ տեղի ունենում, Էթիոպիայից տարհանում են այն մարդկանց, որոնց հրեաները նույնիսկ մեծ մասը հրեա չէին համարում, որտեվ իրանք ռասայական էին անգամ տարբերվում, էլի, ասենք սևամորթ էին, շատ էին տարբերվում, ասենք հրեաներից, որոնք եվրոպական տարածքներից էին եկել։ Այսինքն հիմիկվա այդ որ տեսնում ենք սև հրյաներ, այո, դա եթոպիացիների ժառանգներն են, որոնք գիտես, չէ, այնտեղ ես իրենց բանակային էջերին եմ շատ հետևում, իսկ գիտես ոնց են հաստատվել, որ իրանք բան են հրեաներ են։ Չէ, չեմ հիշում։ Բանը, ուրեմն բանի մոտ Սողոմոնի մաստունի մոտ գալիս է թագուհին էթիոպական ու այնտեղ որոշ հարաբերություններ, ոնց որ թե հղիանում է, չի հղիանում, դա կամ էական չի, հետը նվեր է ստանում Սողոմոնի մաստունից ինչ որ քանակ հրեաներ, որոնք իրան ուղեկցում են ու մնում են Էթիոպիայում։ Այդ մարդիկ, ասենք, ուրեմն Էթիոպիայից ովքեր որ բերվել են, քանի որ հրեական բանը ջուդական բանը կրոնը հրեաների սաղ տրադիցիաները ընդունում էին, բացի ընդրանից, որ ձևավորվել էր Սողոմոնի մաստունից հետո, ասենք առաջի հազարամյակ մեր թվարկությունից առաջ, այդ տոները իրանք չէին ճանաչում։ Այդ ծեսերը չէին ճանաչում եւ դա ապացույց ընդունեցին, որ սրանք այն հրեաների ժառանգներն են, ովքեր որ Սողոմոնի հրամանն են կատարել։ Բայց մեկը երբ որ հետ են եկել Իսրայել, իրանց պարտադրել են, որ նոր աբրիադ այո, որ այդ ամեն չդասուց անցնեն, հրեականություն ընդունել է, փաստորեն հրեա լինելը դա ավելի շատ կրոնի մասին է։ Դե ինքը էթնոկոնֆեսիա է, ինքը ցեղա բանա հավատ կրոնա ցեղա, էլի ասենք, ոչ թե ցեղակրոնություն, որտեղ ցեղն է քո համար դառնում, ոչ թե հավատք, այլ կրոն, հա, իրանց մոտ բանն է, կրոնի հիման վրա է, ջուդականություն ընդունելով դու քիչ թե շատ դառնում ես հրեա։ Հա, մի քիչ փող ես մուծում տարբեր համայնքներում։ Կաշառք բան, ինչպես առանց դրա։ Բայց բանը Եթոպիայի օպերացիան իրականում շատ հետաքրքիր են կազմակերպել, ուղղակի անապատով քայլելն է շատ դժվար եղել, մոտ 4000 հոգի մահացել է ճանապարհին։ Այդքան շատ։ Հա, մինչև Սուդան հասնելը, այդ առաջի փուլով կարողացել են 8000 հոգի չէ նկարած դրա մասին, ունդե ոնց որ իրանց հետապնդում են, կրակում են, ոնց որ այդպես բաներ ոչ չի եղել, անապատ չի եղել, բիդուիններ կային անապատներում, ով տեսնում էր, իրանք գիշերով էին տեղափոխվում նախ, որ չհանդիպեն, մաքսիմալ քիչ հանդիպեն, բայց դա մեկը էլի հանդիպում էին։ Ուղղակի ի տարբերություն մյուս տեղերի հրեաների, այս հրեաները շատ աղքատ էին, շատ հետամնաց էին, ոչի բան չգիտեին, չունեին, էլի, որ չգիտեմ ինչ էին վերցնում։ Հա, երևի որպես հրեա ամենաանգրագետ ցիվիլիզացիայից հետ մնացած, ոնց որ 3000 տարի հետ ընկած։ Բայց նույնիսկ իրանց համար մեծ օպերացիա են կազմակերպել ու շատ պատահական են, ոնց որ Սուդան երբ որ տանում էին, դե արդեն Սուդանում հասկացել էին, որ մի բան նիտո է, սկսել էին բան անել, աշխատել դրա դեմ, նախագահին էին կաշառել։ Մոսադը կաշառել էր նախագահին, որ թողի իր տարածքով անցկացնել։ Անդե գիտես, չէ, մեծ օդանավակայան են փաստորեն կառուցել, աերոդրոմ են սարքում, Vzletny Պալասայով, բանով։ Հա, բայց ինչ են անում լրատվամիջոցներում այդ ինֆորմացիան տարածվում է, որ Սուդանի միջոցով հանում են Եթոպիայի բաներին, հրեաներին, Շիմոն Պերեսն էլ այդ ժամանակ ոնց որ հա Շիմոն Պերեսն էր իրանց վարչապետը, հարցին, երբ որ հարց են տալի այդ մասին, պատահական թե ինադու չեմ կարող ասեմ, բայց հաստատում է այդ ինֆորմացիան։ Արաբական երկրները ստիպում են Սուդանին, որ արգելի այդ բանը։ Ու անոնց այդ օպերացիան փակվում է 8000 հոգի մարդ են կարողացել այդ 7 շաբաթվա ընթացքում դուրս բերել,
բայց չեմ մոռանում իրանց ու վերադառնում են Եթովպիա 91 թվականին արդեն, այս օպերացիայի անունը Սոլոմոնը։ Սոցիալիստական բանը բրծանում է, Մենգիստո Խայլե Մարիամի, ասենք, կառավարությունը տապալվում է։ Պայմանավորվում են այդ եթովպիացի ում անունը նշեցիր, անունը չեմ կարող ակի։ Մենգիստո Խայլե Մարիամ։ Մի խոսքով ինքը կոմունիստ էր ու արդեն իր կառավարությունը տապալվում էր, պայմանավորվում է եվրեյների հետ, փողի դիմաց իհարկե, Եթովպիայի կառավարությանը մոտ 36 միլիոն դոլար փող են փոխանցում, որ թողեն իրանք ոնց որ վարձակալում են Ադիս Աբեբայի аэроպորտը։ Ու 36 ժամվա ընթացքում Եթովպիայի մնացած բոլոր հրեաներին դուրս են բերում։ 36 ժամվա ընթացքում ամեն 30 րոպե մեկ սամալյոտ է թռնում, գալիս, 36 ժամ, այդտենց աշխատել է այդ մի քանի տասնյակ հազար հոգու մասին է խոսքը։ Հա, էլի շատ մեծ թվես է նույնիսկ։ Մի քանի տասնյակ հազար հոգի ու ռեսուրս են ծախսում անբնական, էլի։ Ես մենակ հրեաների մասին այնքան էլ չեմ ուզում խոսամ, իհարկե իրանց մասին է, բայց կարելի է, չէ, ինչ որտեղ անալոգիա անել նաև մեր ազգի հետ, մի քիչ ամենասկզբում, չէ, արեցին 14000 հոգի մարդ են այդ Սոլոմոն օպերացիայով դուրս բերել։ 14? Հա, բայց իրենց ինտեգրումը շատ դժվար է եղել իրականում Իսրայելում, որովհետև քարեդարից գալիս էին բացի քարեդարից թույն տեխնոլոգիապես զարգացած երկիր, բացի այդ ամեն ինչից իրենք մշակութային ու հետնել Եմենը էդի են տարածքն է, Եմենը չէ, բանա Էթիոպիան, էդի են տարածքն է, որ մուսուլմանական շրջապատի մեջ ագրեսիվ քրիստոնեություն է կարողացել պահի, ագրեսիվ ա եղել քրիստոնեությունը, մշտապես հակահարվածներ անելով, ասենք, մուսուլմանական էքսպանսիային, տարբեր դարաշրջաններում համարյա 1000 քանի տարի մշտապես ինքը ագրեսիվ ա եղել եւ իր բնակչությունը անկախ ազգություններից էլի, ասենք, Օգադենը լինեն, Համխարը լինեն, Տիգրաուդը լինեն, նաև հրեա լինեն, իրենք շատ ագրեսիվ են, պատվի զգացողություն, զենքին տիրապետել, ասենք, կենցաղի մակարդակի վրա ու բերում են այդ կարգի մարդկանց, որ պատվի համար այնտեղ թարս նայելու համար կարող է կռիվ անեն, իսկ քո ուղղության վրա այնտեղ մարդը արդեն կրակում է, то есть եթե իր ուղղության վրա հանգարց իրան չնկատելով թքես, կարող է կրակի սպանի, բերում են իրան Իսրայել, որտեղ ինքը պետք է օրենք պահի, օրինապահ լինի, իրան թարս բան են ասում, ասենք, դատարան հայց գրի, բայց կարողացել են ինտեգրեն ու հիմա նշվում է, որ ամբողջովին այդ եթովպիական համայնքը գիտես, չէ, ասենք, շատ լավ հարգանք ունեն բանակում այդ Էթիոպիայից եկածները։ Դե կռվող են, լավ, դրանց։ Կռվող են ու հիմնականում սերժանտական սաստավում, դա արդեն կրթական ցենզի բանի մասին է խոսում, որ իրանք ավելի բարձր պաշտոններ չեն զբաղեցնում, ես չեմ լսել իրանք լինեն բարձր սպայական կազմում։ Օրինակ դրուզները, որ հրեա չեն, արաբ են, դրուզական կրոնին պատկանող իրանցից գեներալներ կան, թե մեկ գեներալ է ու բարձր սպաներ կան, արդեն ոչ մի հոգի շատ, այս իրանց մեջից այդ Էթիոպիայից եկած հրեաների չկան։ Եթովպիացիք ոնց որ նոր են համեմատաբար Իսրայելում, դա էլ կարող է պատճառ լինի։ Չեմ կարծում, որ այդ պատճառը ավելի շուտ հազարավոր տարի դե իրանց ընտանիքներից չեն կադրել տվել, ասենք, ավելի քաղաքակիրթ ընտանիքներ, իրանք ընտանիքներով են ապրում եւ իրանք կենցաղային մակարդակի վրա, քո ասած քարե դարում մեջ են։ Նու քար չէ, երկաթի դարում են։ Ու բանա իրենց շատ բայց արդեն չէ, էլի հələ հա մտածելակերպը կա, կենցաղ կա, բան կա, ես չեմ կարծում, որ ասենք այն ազգերը, որոնք որ Ռուսաստանում են ապրում ու առաջադեմ չեն, ընդրապատճառով է, որ իրանց մոտ գենետիկան այն չի։ Չկա այդպես բան։ Ուղղակի Ռուսաստանը որպես օրինակ, որտեղ շատ բազմազգ երկիր է ու մեծ է, օրինակ ոչ մի լուրջ գիտնական ակադեմիկոս բան չկա էվենքների մեջ այն դեպքում, որ Սիբիրի երևի 20%-ը իրանք տարածված են, Յակուտների մեջ չկա լուրջ գիտնական, դա դրանից չի, որ իրենք չէ, իրանց կենցաղից է, կենցաղն է, ընտանիքը, պետությունների մասին կարելի է ասել, իրանց կենցաղից է դա, որ իրանք լուրջ գիտնականներ չեն տալիս։ Հա, то есть մենք բայց լավ երկիշներ են տալիս, լավ պարում են։ Մենք ռասիստ չենք, էլի բնավ, ասենք, ու
ռասայական պատկանելությունը հաստատ մեր կարծիքով դա խոչընդոտ չի, որ մարդը, ասենք, մտավոր աշխատանքում մեծ հաջողությունների գա։ Հիմնականում խոչընդոտը լինում է ընտանիքը, կենցաղը, շրջապատը։ Հա, նույն պատճառով էլ կին գիտնականներ են համեմատաբար քիչ տղամարդկանց համեմատ, որտեղ կենցաղը չի թողել, որպես իրեն մի րոպե, գիտության մեր մարդկային շովինիզմը միշտ բան արա, էլի, տղամարդկային շովինիզմը մի բան արա։ Հա, իդեպ հрьяաների մոտ շատ մեծ տոկոս բարձր պաշտոնյա կանայք կան, չնայած sense որ նայում ես իրանց կառավարությունում գրեթե բոլորը տղամարդիկ են, բայց բարձր պաշտոնների մեջ կանանց ներգրավելը նաև դրանից է, որ իրանց համար կինը մի քիչ ուրիշ ստատուս է զբաղեցնում ու կարա թվա թե մանավանդ խասիդների բաների մոտ, որ կանայք ընդ մուսուլմանականի նման բանա շատ ստորին վիճակում են, ոչ, տենց չի, իրականում իրենց իշխանությունը տենց չի երևում, կանանց իշխանությունը շատ ուժեղ է հрьяաների մոտ։ Լավ, այսինքն իրենց կենցաղից մի քիչ էս կողմ գանք։ Ես մի հատ ուրիշ բան։ Բա մեր Իրաքի հայերին հիշում ես, ասենք, որ 90-ական թվականներին բերին նորմալ թաղամաս կառուցեցին իրանց համար, Երևանից մի քիչ հեռու իհարկե, մի 50 կիլոմետրի վրա, եւ հիմա Իրաքի հայեր ունենք, որոնք սահմանին մոտիկ են, պահում են սահմանը, շատ արագ արձագանքում են, ասենք։ Նույնիսկ Սիրիայի հայերի մասին կարող եմ ճիշտ է, նույնը Սիրիայի հայերին են, որ բերեցին, ասենք, ու մի քանի թաղամասեր եւ բնակավայրեր կառուցեցին իրանց համար։ Կամ Լիբանանի հայերը։ Ես հեգնում եմ։ Մենք այնքան տկարամիտ ենք եղել այդ հարցերում, որ մեր պետությունը, որը մերն է, անվիճելի, բայց նաև մեր արտացոլումն է ինքը, մեր մոտեցումների, հասարակության եւ քաղաքացիների ի վիճակի չէր հասկանար, որ հрьяան դեբիլ չի, որը տենց է արել։ Բայց տարբերությունը մեր պետությունների այն է, որ իրենց մոտ ազգ-բանակ հայեցակարգն է ինտեգրված։ Այո։ Մեր մոտ չէ։ Մեր մոտ թղթի վրա այս քանի տարի է տենց բզբզում են, նույնիսկ չեն էլ հասկանում ամենայն հավանականությամբ ինչի մասին է խոսքը, համապարփակ պաշտպանության ու անվտանգության համակարգի մասին է։ Այդ սիրուն բառերով կառավարության նույնիսկ այս հիմիկվա իշխող կուսակցության բանի մեջ էր գրած, էլի, որ շարունակելու են գետի ինտեգրելը, բայց վստահ եմ իրենք չեն հասկանում ինչ է դա։ Տարբերությունը զուտ ոչ թե չեն հասկանում, որովհետև չէ, ուղղակի տվյալների մասին չի խոսքը, ուղղակի իրանց համար դա այնքան էլ մոտ բան չի ու հասկանալի է ինչ էլի, ասենք։ Հիմա քաղաքական ես գնահատականներ չտանք էլի դրան։ Բայց փաստը մնում է, փաստն եմ ասում, որ ազգ բանակը երբ որ կա, մարդը իր պետությունը իր հայրենակիցներին գնահատում է ու ամեն ինչի դողում է իրանց վրա։ Նվիրված է իր քաղաքացիներին։ Մենակ չի կթում իր քաղաքացիներին, այլ նաև նվիրված է այն աստիճան, ամենասկզբում Վաղինակը իշատակեց, էլի, այն որ սերժանտ Գիլեն թե Գալան դրա դիմաց 1000 հոգի մարդ տվեց։ Ու տես մի դեպք չի, մի քանի դեպք կա։ Այո, տես բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ մեկ կամ մի քանի հրեա պատանտի դիմաց կամ գերու դիմաց տրվել են հարյուրներով կամ հազարներով ու իմիջայլոց դիմաց էին ու իմիջայլոց իրանց այդ փրկարական օպերացիաներին մի քանի վարչապետ է մասնակցել, ապագա վարչապետներ։ Նույն իրանց ամենահայտնի օպերացիան, երբ որ գնացին 4000 կիլոմետր հեռավորության վրա Կոնգոյում, Էնտեբե аэроպորտում ազատեցին 104 հրեա էր պահվում, Air France սամալյոտ ինքնաթիռը գողացել էին 2 արաբ ու 2 գերմանացի, տարել Կոնգո են հասցրել։ Բայց արաբները մի քիչ շատ են, մի 10 հոգի կլինեն։ Չէ։ Հա, ճիշտ է, իրանք սկզբից 2 արաբ են եղել, հետո շատացել են, որտեղ դազապրախտ Լիբիայում, հա, մի քանի հոգի ավելացել են։ Ու թռել են Ուգանդա, որտեղի նախագահան իրանց Շոտլանդիայի վերջի թագավորը շատ լավ դիմավորել է, զորք է տվել, բան արել, բայց հանուն արդարության չէ, զորք չի տվել, զորքով պահում էր ինքը օդանավակայանի պերիմետրը, պահում։ Բայց բանը դե կարևորը ասեմ, որ
բացի մենակ հрьяաներին են պահել, մնացածին բաց են թողել, 120 մեջը եղել է 230 հոգի մոտավոր, 100-ից ավել մարդ, ասենք 125 հոգի թողել են օտար երկրյա ուղարկել են, հետ են բաց թողել նաև, то есть ուղարկել են Ֆրանսիա նաև հрьяաներին, ովքեր ուրիշ քաղաքացիություն են ունեցել ու կարացել են թաքցնեն իրանց հрья ազգի պատկանելիությունը։ Այդե մենակ այլ ազգ մնացել են Ինչ այլ ազգ։ Սամալյոտ ինքնաթիռի էկիպաժն է մնացել, կապիտանը դուրս չի եկել, չի թողել։ Իմիջայլոց այդ կապիտանը խնդիրներ ա ունեցել, որ հետագայում, որ ասել են, բանա, քանի որ կանոններով արգելվում էր բանա մնալ պատանդ վիճակում, եթե հնարավորություն ունես պատանդ վիճակից դուրս գաս։ Ու այդտեղ ամենահետաքրքիրը շատ կարճ է օպերացիան տևը, հասել են տեղ, իջել են, ինչ-որ Mercedes-ով, որը նման է։ Իմաստունի, ասենք, օպերացիայից մի քիչ ավելի կոնկրետ խոսում։ Շատ կոնկրետ չի, ուղղակի նշեմ ոնց են հասել տեղ, 3 հոգի զոհ են տվել խաղաղ բնակիչներից, որովհետև երբ որ մտել են արդեն պատանդներից, երբ որ իսրայելական Մոսադը չի եղել։ Բանն է, Spetsnaz-ն է, Շարետ Միտկալը, էդի որի հրամանատարը այժմյան իրենց վարչապետի Նետանյախուի մեծ աղբերն է եղել, չի բացառվում իր վարչապետության մեջ այդ եղբոր անունը մեծ դեր է խաղացել։ Ներդրում ունի եղբոր անունը, բայց ինքն էլ այդ այնց օպերացիայի մասնակցել է անձամբ, ինքն էլ է Spetsnaz-ից էլի Նետանյախուն։ Մի խոսքով դա ոնց որ ազգային անվտանգության Spetsnaz, այն որ մենք ունենք ու դեբիլավարի 2009 թվին փագեցինք, հիմա փորձում ենք վերականգնենք այդ փագելու հետևանքները, արդեն մի քանի տարի է, ինչքանով ստացվում չգիտեմ, դա արդեն դուք դատեք, բայց 2009 թվականի փագված Spetsnaz, դա այն Spetsnaz-ն էր, որ երբ որ ռուսական սահմանապահների համատեղ ենք, չէ, սահմանը պահում Թուրքիայի, երբ որ քրդերը մտել էին մոտ 10 հոգի, ռուսական սահմանապահները չկարացան կայունացնեն, իրանց հատուկ բանը ջոկատը, որը սահմանը ապահովում է նման դեպքերից, ասենք սահմանապահների մեջքի հետև, իրանք չկարողացան, հայկական ԱԱԾ-ն չկարողացավ, ոստիկանություն, բանակ ոչ մեկ չկարացավ, իսկ ազգային անվտանգության ծառայության հատուկ մարտական ստորաբաժանումների վաշտերից մեկի մի ինչ-որ անձնակազմ իրենց կարողացավ գտնի, բլոկ անի մի ձորի մեջ և բերման ենթարկի։ Ուզում եմ ասեմ, գրագետ կառույց վարի տվեցինք, ինչ-որ քաղաքական, ասենք, բաներին 2009 թվականին, ուզում եմ ասեմ, մեր հիմարությունները մի քիչ հին պատմություն ունեն, էլի ասենք։ Այդտեղ այդ 104 հոգուց 100-ին փրկել են, 3 հոգի, ասում եմ, երբ որ շենք են մտել, ըստ իրենց պատմածների, ըստ իրենց գրածների, հրեաների լեզուն ո՞րն է։ Իվրիտը։ Իվրիտ, հա։ Իվրիտերեն մեկ էլ անգլերեն գոռացել են պարկեք, թե ով չի պարկեք, կրակել են, ասում են այդ 3 հոգին ընթացքում կրակոցության ընթացքում կանգնել են, տենց է մահացել, դետի ոչ մեկ չի կարա ստուգի, իսկ մի հոգու բախտը չի բերել, հիվանդ է եղել, տեղափոխած են եղել հիվանդանոց։ Այդ մարտակերը վերջում կարկադրելա սպանել։ Շատ դաժան են վերաբերվել, հա։ Շոտլանդիայի վերջի թագավորը կարկադրել էր իրան կենթանի այրել, սենց ինչ-որ։ Շատ դաժան ձևով սպանել են։ Ու պրիտոմ կնոջը, ասեմ, կին էր։ Բայց ես ինչի մասին եմ ուզում հիմա խոսամ, ես գիտեմ, որ Սովետը քանդվելուց նմանատիպ տարհանման օպերացիաներ Սովետ միության տարածքում է եղել, նաև Անդրկովկասում է եղել ու դու ոնց որ այդ բանակցություններին գիտեմ, որ մասնակցել ես։ Նացիվ ծառայությունը Սովետում եղած բանը հրեաներին վտանգներ գնահատում 90-ական թվականների սկզբին, 91-2 թվականներին և 93 էլ և տարհանում կազմակերպեց Սովետի նախկին տարածքից դուրս, ուրեմն դրանով զբաղվում էր հեռուստացույցով բավականին հաճախ երևացող ժամանակին, հիմա ոնց որ թե ռուսները չեն կանչում իրան, Յակով Կեդմին էր, Յակով Կազակովը, որը
շատ բարձր պրոֆեսիոնալ էր եւ հետագայում Նացիֆի ղեկավարը դառավ, իսկ այդ ժամանակ Նացիֆի ծրագրերից մեկն էր իրականացնում, ինքը գնահատում էր Վրաստանում, Հայաստանում, Բաքվի Հանրապետությունում առանձին բլոկով, ասենք, վտանգները հրեաների եւ ես համամասնակից եմ եղել այդ պրոցեդուրային, երբ որ Վրաստանը գնահատվեց վտանգավոր հրեաների համար, երբ որ գնահատվեց ուրեմն Ադրբեջանի Սովետական Հանրապետությունը եւ իր հետնորդ Բաքվի Հանրապետությունը գերվտանգավոր հրեաների համար, իսկ Հայաստանը համարվեց կարելի ասել զրո վտանգ հրեաների համար։ Բայց ստեի հրեաները տեղափոխվել են ինչքան շատ քիչ իրենք կամավոր են ու պետական ծրագիր Հայաստանից հրեաների գնալու չի եղել։ Չի եղել աջակցություն, որովհետև վտանգ չկար։ Ցանկալի էր, բայց վտանգ չկար։ Վրաստանից աջակցություն ա եղել, մինիմում չարտերային ռեյսեր ա եղել։ Բոլորը ով ցանկանում են, թե ծաղին համոզում տանում են։ Օրինակ Հայաստանից, Վրաստանից հիմնականում երեխաներին էին, ասենք, ֆինանսավորում երեխաների տեղաշարժվելը կամ երիտասարդների դեպի այն կողմ, իսկ Բաքվից բոլորին էին տանում, ուղղակի Բաքվից ոնց ասեմ, վտանգները մեծ լինելով շատ-շատերը դուրս եկան, ոչ թե գնացին դեպի Իսրայել, այլ գնացին դեպի Ռուսաստան եւ Եվրոպա։ Ես էդ է էլի, որտեվ Ռուսաստանում շատ մեծ թափ ունեն գորսկի եվրեյները, ասած լեռնային հրեաները։ Դրանք այնքան էլ հրեա չեն, ընդհանրապես հրեա չեն, իրենց հրեա են ջուդական կրոնի կողմնակիցներ են, ոնց հավատամքով են իրանք ջուդական։ Իսկ թվում է իրանք մեծ ներդրում ունեն։ Իրանք թաթեր են իրանց ազգությամբ, թաթ ազգերը գորսկի եվրեյներ կոչվածները մեծ ներդրում ունեն Բաքվի Հանրապետություն Իսրայել այդ սերտ կապերի մեջ։ Կարանք ուրիշ բան հիշենք, որ մեր դեմ պատերազմելուց, քանի որ թուրքը միկրոյի կայսրություն էր, ինքը ազգային փոքրամասնությունները օգտագործում էր մեր դեմ եւ լեզգինների, զոհվածների թիվը իրանց տոկոսի հետ երկրում չի բռնում, խոսքի օրինակ 10% բնակչությունը, բայց զոհվածների 30%-ը լեզգիններ են։ Նույն ձևով թալիշներին ա վերաբերվում եւ նույն ձևով վերաբերվում է հրեաներին եւ սարեցի հրեաներին, թաթերին, ովքեր որ կրոնով ջհուդ են, ուրեմն դա հատուկ ծրագիր ա եղել այդ ժողովուրդներին օգտագործել կայսերական, միկրոկայսերական էթնոսի, ղեկավար էթնոսին ի օգուտ, ոնց որ ասած, բալանսը փոխելու, իդեպ ֆրանսիացին էլ ա տենց բաներ արել, առաջի համաշխարհայինից հետո Նորմանդիայի, չէ, թե բրետոնացիք պրծան, այտենց մի նահանգ կա, տղամարդիկ ամբողջությամբ պրծել էին, նույն ձևով Գասկոնիայում, ասենք, տղամարդիկ պրծան, ընդեղից ամբողջությամբ սենց քերը տարել էին տղամարդկանց, էլի, ասենք, ուրիշ Ֆրանսիա բնակ, ասենք, գրված, այսպես ասած, ֆրանսիական պետության մեջ մյուս նախկին ինչ-որ ազգերի ներկայացուցիչներին, ֆրանսիացիներին, իրենց համեմատաբար քիչ էին տանում։ Բացի այդ Անդրկովկասից, որին ես համամասնակից եմ եղել այդ բանակցություններին, բաներին, դա ես իմինչ արդյունք չտվեց, դա ավելի շատ հետազոտություն։ Սովետի տարածքից Ռուսաստանից շատ հետաքրքիր բան արեց Յակով Կեդմին, ինքը դառավ, կարելի ասել, իրական հերոսներից, Իսրայել կառուցողներից մեկը։ Դեռևս Սովետը քանդվելուց առաջ, այն որ արդեն քանդման պրոցեսը հետում էր, ինքը կարողացավ հրեաների արտահանումը կազմակերպի Ռուսաստանից եւ Ռուսաստանից հրեաները որ դուրս էին գալի դեպի Եվրոպա, ասենք մի 20-30%, մնացածը Ամերիկա։ Յակով Կեդմին ինչ կարողացավ անի, ուրեմն ինքը կազմակերպվեց, պայմանավորվեց Ռումինիայի ղեկավարի հետ, Ռումինիայի ղեկավարությունը տրամադրեց իրանց օդանավակայան,
Ուրեմն հрьяաները սովետական միությունից massայական ինքնաթիռներով գալիս էին Ռումինիա, զապրավկա էին ելնում ու թռնում էին Իսրայել։ Իրանց ընդ ոչ մեկ զորով չէր պահում, բայց մարշրուտը դեպի Ամերիկա Իսրայելով էր։ Մարշրուտը դեպի Եվրոպա Իսրայելով էր դարել։ Եվ արդյունքում Իսրայելը լուծելով իր դեմոգրաֆիկ խնդիրը ներգաղթ ապահովեց, որտեվ այդ մարդկանց 50%-ը եւ ավելին մնացին Իսրայելում։ Ու պլյուս որ մեծ մասը մասնագետել էր։ Դե պարզ է, Սովետում ասենք Լավ կրթություն ստացած, բարձրագույն եւ այլն լուրջ մասնագետներ էին հեռացել, ասենք, Սովետական միությունից։ Սովետական միությունը փորձում էր դրան քիչ թե շատ խանգարեր, բայց ցենց ավելի շատ խոսքերի վրա, որտեվ Երևակայում պետք էր կաշառել էին, էլի ասենք։ Ռումինիայի ղեկավարին էին կաշառել։ Դե իրանք միշտ Իրանք կարում են ոսկեշով իր բերով, ասենք, կարան ահագին այնպեսի առաջարկ են անում, որից չես կարող հրաժարվես։ Մաֆիայից մի քիչ տարբերվում են, բայց հետն շատ նման են։ Այ բանը Կեդմի այդ ծրագիրը բերեց դրան, որ Իսրայելը կտրուկ հիմնականում երիտասարդ բնակչությունը կես միլիոնով աճեց։ Կես միլիոն էդի Երևակայի այն ժամանակվա Իսրայելի 10%-ն էր։ Միգուցե ավել, չէ, 10%-ն էր։ Դա հսկայական տոկոս էր, դա պետության կառույցների հնարամիտ աշխատելու եւ պետության պերսպեկտիվաները զարգացման sense հորիզոնները ավելի հեռու տեսնելն է, անկախ դրանից, որ իրանք կատարող են ընդամենը հրաման։ Իրանց հնարամտությունը իրենց ազգը առաջ տանելուն էր միտված եւ Իսրայելը դրանից հետո կներես դարավ երկիր, որի հետ ոչ մեկ չի ուզում գլխացավանք ունենա, երբ որ իր բնակչության բանը sense 5 միլիոնը անցավ։ Դրանից առաջ մեկու մեջ, ասենք, Սիրիան էր հակնում հետները, Եգիպտոսն էր հակնում, գոնե միջև 82-3 թիվ ասենք։ Բայց դրանից հետո իրանք են որոշում ում հետ հակնեն։ Այդ միկրոպետությունը, որը այսօրվա Հայաստանի Հանրապետությունից, ոչ թե Հայաստանից, Հայաստանը դե հասկանալի է, չէ՞, մի 20 անգամ ավելի մեծ է, քան այս կտորը, որի վրա մենք ապրում ենք, ինքը ավելի փոքր է։ 22000 քառակուսի։ Բայց թելադրումը, ասենք, Հունաստանից սկսած, այսինքն Հունաստանախառը, Թուրքիայով, Իրանով, Եգիպտոս, Հյուսիսային Աֆրիկայով, ամբողջ ոչ միայն հյուսիսում գտնված ծովափնյա Աֆրիկայով, այլ հյուսիսային Աֆրիկայով, ինքն է այսօրով որոշում Սոմալիլենդ լինի թե չլինի, Սոմալին, որ մի քանի մասի է ռեգիոնալ բաժանված առանձին, ինքը Դարֆուրը բանը մեծ դեր խաղաց Դարֆուրը Սուդանից անջատելու վրա, այդ հարավային Սուդան բան։ Ինքը չի վախենում Թուրքիայի հետ։ Ադե պատկերացումներ ունենա ու կարա հակամարտություններ։ Համարյա 90 միլիոնանոց ՆԱՏՕ-ի երկրի հետ, որը ամենամեծ զինված ուժերը ունի Եվրոպայում, իսկ ՆԱՏՕ-ի կազմում երկրորդն է, ինքը հետը չի վախենում մատ թափ տա վրան։ Ու Սիրիան բաժանելուց, երբ որ sense մաս-մաս գիշատիչների պես հрьяաները գզում են Սիրիայի մարմինը թուրքերի հետ զուգահեռ, հեչ էլ չեն վախում, բան էլի ասենք այդ արչի վագրի հետ քյալա տալու։ Այդ փոքր, իմիջիալոց Ռասամախա կինոն տեսնում եք, բանը Ռասամախայի հերոսին նկարելուց մի տեղ կարդացել եմ, որ այդ բանը տողի բանը այդ հերոսի հեղինակը հрьяաներին է պատկերացրել։ Այ իրանք իրոք իրանց Ռասամախայի պես են պահում, բայց որպեսի Ռասամախա դառնան, իրանք ներգաղթը կազմակերպված են արել էտապ, ինչը մենք ի վիճակի չենք եղել անել։ Խելքի պակասն է մեր մի քիչ ասենք թույլ չի տվել, որ մենք նման ռեսուրս օգտագործենք։ Պրինցիպի մենք էլ նույն խնդիրները ունենք, ինչ Իսրայելն է ունեցել։ Այո, մի քիչ ավելի մեծ։ Ինքը կես միլիարդ բանը արաբական եւ մոտիկ արաբական ժողովուրդների թշնամին է եւ մի միլիարդ բանը մնացած մուսուլմանների հակառակորդն է,
Իսկ մենք ընդամենը 120 միլիոն ա, դա ինչ է դրա հետ համեմատ։ 120 միլիոն, ասենք, մեծ շրջապատով Որտեղ մեր տարածքը շատ ավելի բարենպաստ է, պաշտպանական բաների համար, պաշտպանականի համար էլ, տնտեսականի համար էլ, մենք էլ հрьяաների պես ամբողջ աշխարհով սփռված ենք, բայց ի տարբերություն հрьяաների, որտեղ թեժ ա եղել չեն կարողացել մեր հայրենակիցներին բերենք, ցավոք սրտի, բայց դե հələ սա կամ բերել ենք չենք կարողացել, օրինակ կարողացել Իրաքի հայերը ինտեգրել։ շատ քիչ են եկել, Իրաքից ուրեմն երևի Իրաքի հայերի 10%-ն ա եկել Հայաստան, բայց էդ էլ չի մնացել, Սիրիայի հայերից երևի էլի 10%-ն ա եկել Հայաստան ու էլի ամբողջությամբ չի մնացել։ Նույնը Լիբանանի հայերի մասին կարելի ասել։ Հիմա նույնը կարելի ասել նաև Արցախի հայերի մասին։ Արցախի հայերինն էլ, Իրանց չենք կարողացել, մենք իրանց չգիտես խի, բանա օտար ազգի պես մասնատելով ենք զբաղված, այն դեպքում, որ իրանց պիտի առանձին բան աներ, ոչ թե իրանք ազգի մեջ ինտեգրվելու խնդիր չունեն, իրանք մեր ազգից են։ Էդի դու հնդիկին պետք է մտածես ինտեգրես, ոչ թե Արցախցուն, մեկին Շամշադին ուղարկելով, մեկին Արտաշատ, մեկին Երևան, մեկին էլ ասենք Կապան։ Իրենք որ տարածքային, ասենք բնակավայրեր նոր հիմնվեր, բանա եւ իրենք հադրուցիների, ասենք, բանա քաղաքավանալներ կամ նոր հադրութելներ։ Այո, ոնց որ նոր մարտակեր մեր այսօրվա եւ 10 տարի առաջվա եւ 20 տարի առաջվա եւ 30 տարի առաջվա հանճարեղ ղեկավարներից շատ ավելի հիմար սովետի ղեկավարներն էին արել։ Նկատել եք Երևանում թաղամասեր կան։ Կիլիկիա, Արևմտյան Հայաստանի Կիլիկիա, գիտեք որ ընդ հիմնականում Կիլիկիա հայերին են տեղավորել։ Խարբերդ։ Լսել եք Մուսալեր գյուղի մասին, կարող է դեբիլ չէին սովետի ղեկավարները կամ սովետական ղեկավար հայերը սովետի ժամանակվա ասենք, կամ Մարաշ, լսել եք Նորք գյուղի վերևը թաղամաս Մարաշ հայտնվել է, լսել եք, այ մենք գնալով մեր մոտ բանա հիմարացման բանա այդում, լավ չի էլի ասենք, երևի մենք գիտենք, որ chat GPT-ա լինելու ու կարիք չկա ուղեղ զարգացնելու, խելացի լինելու, հետո chat GPT-ին կհարցնենք, ինքը բանա, իսկ հрьяանը տենց չի մտածում, ինքը զարգացնում է իր ուղեղը, պետությունը մտածում է ուժեղանալու մասին, Chat GPT-ն է ինքն է chat GPT-ն էլ ինքն է ստեղծել, պայմանական ինքը։ Լավ, արի այսքանով ավարտենք։ Բանա, չէ, արի մի կարճ բան էլ ասեմ, ամփոփիչ խոսք ամփոփիչ չէ, այ հենց հрьяաների վերաբերյալ մինչև հիմա իրենք ունեն ծրագրեր, որոնք որ ոչ թե հասարակական կառույցների կողմից են ղեկավարվել, օրինակ մեր մոտ կար հիմնադրամ, որտեղ հնարավոր է ասենք պետության ազդեցությունը կար լույս հիմնադրամը, որը ուղարկում էր սովորելու եւ այլն։ Հрьяաների մոտ ամբողջությամբ պետական ծրագրեր կան, հрья երեխաներին տարբեր երկրներից, որտեղ իրանց չեն հետապնդում, տանում են Իսրայել սովորցնում են անվճար, ոչ թե արիտուն են անում մի 10 օրով, 15 օրով, այլ տանում են սեմեստրներով սովորացնում են, ասենք, խոսքի մի սեմեստր կամ մի տարի ինչ-որ լավագույն բուհերում են սովորացնում պետության հաշվին, հետո հետ են տանում այդ երեխաներին կամ երիտասարդներին, որ եթե նույնիսկ մնա անդե, ինքը ունենա կապ, իր երիտասարդ կամ երեխա ժամանակվա հուշերով ամրացրած այդ երկրի հետ։ Բանա այդ ծրագրի երեխեքից մեկը բանա իմիջիայլոց հետաքրքիր բան ասեց, ես Մոսկվայի օդանավակայանում հանդիպեցի իմ ծանոթի քուրներ այդ ծրագրի մեջ ներգրավված ու ասեց բանա դուք այնքան բանա երջանիկ բանա հрьяաներ բանա то есть հрьяաներ ունեք ձեր տարածքում, ասի մեր տարածքում այդքան շատ չեն, կարան երջանիկ լինեն, ասես չէ ուրիշ ձևի։ Ձեր մոտ հрьяաները Հայաստանում հայ են, Իսրայելում հрья են, իսկ բանա Ռուսաստանի հрьяաները ասում են բանա Իսրայելում ռուս են, իսկ բանա այնտեղ բանա ժիդ են, то есть ջուդի ավելի բանա կպնողական անուն է, էլի ասենք ժիդ։
լսած էլ կլնեք ժիդա մասում, բան sense վիճակներ, էլի։ Կարճ ասած, մեր հрьяաների նկատմամբ լավ տրամադրվածությունը մեր պապերից է գալի ու շատ ավելի խելամիտ է նման վերաբերմունքը, որովհետև պոտենցիալ ունեցող հալածյալ ժողովուրդը կարա հետո թափ հավաքի ու դու պետք է խելացի լինես իրան չհալածես եւ օգտվես իր ոտի կանգնելուց։ Հիմա ինքը ոտի է կանգնել, թուրքը օգտվեց իր ոտի կանգնած վիճակից։ Մենք այդքան խելք չունեցանք Իսրայելում ունենալով հայկական թաղամարս Երուսաղեմի երևի ամենակարևոր տեղերից մեկում, մենք չկարողացանք հрьяաների հետ լավ հարաբերությունները պահպանենք, որոնք ձևավորվեցին 90 թվականների սկզբին։ Որը 18 թվականից հետո էլ ընդ որ տենց համարյա աշխատող նախարարությունը գոնե զարգացնեին, փակեցին գրասենյակ Հա, բանն սարքեցին։ ես ասում, Սփյուռքի նախարարության մասին Դե հուսամ խելքի կգան, որտեղ ոնց որ թե դա մի անձի հետ կապված էր այդ բանը, անձը չէր ուզում Հայաստանի քաղաքացիություն ընդունելով հրաժարվել ուրիշ քաղաքացիությունից, երևի կարևոր մասնագետ է, դրա խաթր օրենք փոխին ու Սփյուռքի նախարարությունը վերացավ։ Լավ, երևի այսքանով վերջ, լինենք խելացի, լինենք մեր ազգականների նկատմամբ, մեր ցեղակիցների նկատմամբ ավելի զիջող, այ ոնց որ հрьяաների պետությունը եւ հрья հասարակությունը զիջող էր Եմենի հрьяաներին, որոնք երկաթի դարից հայտնվեցին Իսրայելում եւ դանակահարության բազմաթիվ դեպքեր կա, երբ որ իրանք դանակահարել էին մնացածներին, ասենք, որտեվ մի քիչ պատվի համար ճուշտո Եմենում ընդունված էր sense կլոր դանակով են կարող տեսած ելնեք խանչալները եմենական եւ ներողամիտ էին, ասենք, հրեական օրենքներին ոչ ծանոթ Էթիոպիայի հрьяաներին, то есть մեր ազգակիցները շատ հաճախ դուրս հայտնվել են ոչ իրանց մեղքով, էլի, մի մոռացեք, որ իրանք մեկը մեր ազգականն են, մեր արյան մի մասն են, մեր մարմնի մի մասն են, չգիտեմ, լյարդն են, պոչկեն են, առանց որի շատ դժվար է լինելու ապրել, հա, եւ սիրեք իրար, հայր ջան, ատելությամբ մի լծվեք իրար նկատմամբ, նույնիսկ եթե ուրիշ կուսակցությունից է քո հայրենակիցը, նույնիսկ եթե քո հողամասի մեջ 20 սանտիմետր իր զաբորը առաջ է բերել։ Մաղթում եմ ձեզ խելամիտ, զիջող հայ լինեք, զիջող ազգակցին, ոչ թե թշնամուն։ Ստեսություն։ Հաջողություն, ուժեղ եղեք։